Դուք էլի կոնտենտի պակաս չեք ունենալու, մենք էլի նույն ձև բոմբ վիդեոներ ենք գցելու, զուտ ուղղակի CLS-ը չի լինելու վիդեոները։ Օրերս խոշոր ավտովթարի պատճառ դարձած 19-ամյա Վարդան Մարկոսյանն է հրապարակել այս տեսանյութը։ Իր մասնակցությամբ վթարն անձամբ նկարահանած երիտասարդի վարորդական իրավունքը կասեցված է եղել 6 ամսով։ 13 բալերը զրոյացվել են բազմաթիվ խախտումների հետևանքով։ Նիսան ուզում է հետներս քշի։ Ինչ անենք, նվաստացնենք, ինչ անենք, մտքրենք։ 20 վայրկյան անց Mercedes CLS-ը բախվում է 53 երթուղին սպասարկող ավտոբուսին, հարվածում Toyota եւ Jaguar մարդատարներին։ Հարվածի հետևանքով Jaguar-ն անցնում է բաժանարար գոտու բետոնե պատնեշի վրայով, կոտրում այն եւ հայտնվում հանդիպակաց գոտում Մասամ Մայթին։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նախ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հոդվածով, ապա տրանսպորտային միջոցը վարելու իրավունք չունենալու համար։ Երկու վարույթները միացվել են իրար։ Կառույցից հայտնում են, որ նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Այսօր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Վարդան Մարկոսյանի նկատմամբ, նա ձերբակալվել է։ Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Քեյանն ասում է, որ նման վարքագծի դեմ պայքարում անհրաժեշտ է ոչ միայն պատժել, այլև խստացնել ընդհանուր քաղաքականությունը։ Ամբողջ process-ը ինքը պատահական վթար չի, այլ դիտավորյալ, այսինքն օրենքի կոպիտ խախտման միջոցով տեղ ունեցած պատահար է, որը կատարել է դիտավորյալ եւ գիտակցաբար, եւ դրա համար արդեն դատարանները ինձ թվում է ավելի խիստ պատիժ կսահմանեն։ Վթարից հետո հրապարակված տեսանյութերում 19-ամյա երիտասարդը նշում է, որ հիպնոսացել է եւ չի հասկացել, թե ինչ է անում։ Ուզում իմանալ, որ ինչքան է լավ շոֆեր ուզում եք եղեք, մեկը պետք չի տես բան անել, որովհետեւ ամեն ինչ չի ձեր ձեռը։ Մի օր հաստատ մի օր մի բան լինելու է։ Ապա ինչ ճիշտն է։ Ես այնպես ապուշ ավարած ես պրոստը հիպնոզացա, չջոգեցի ինչ եմ անում, ես պրոստը գնացի մտա ավտոբուսի մեջ պրոստը ջոգում։ Նա նաեւ պարծենում է, որ լուրջ վնասվածքներ չի ստացել ամրագոտու շնորհիվ։ Ռեմենը գցած եմ եղել։ Այ ռեմեն գցեք։ Ռեմեն գցեք։ Ես հիմա գցած եմ եղել, իմ թեթև քիթն է կապերուլին։ Ռեմեն գցեք, բայց բարձիկն չի բացվում։ Հա, հələ բարձիկն բացել ոչ մի բան չէր լինի։ Միևնույն ժամանակ համացանցում տարածվել է նաև տեսանյութ, որտեղ նա չիպս ուտելով դիտում է իր վթարի մասին հրապարակումը։ Ոյ, ո՞րս անում 19-ամյա Վարդան Մարկոսյանը տեսանյութերում ցուցադրում է իր նոր մեքենան։ Իր աշկերտ ինձ ավել է դուր գալի, քան CLS-ին է։ Ոնցկապեն ասում եմ, իմ ավտոն է 2008 թիվ, հավաքածան ռեստայլինգ օրիգինալ դետալներով, ֆարեր օրիգինալ է, սաղ ֆարերի բլոկները օրիգինալ է։ Թեև նա հայտարարում է, որ այլևս նման վարքագիծ չի ցուցաբերի, նույն տեսանյութում խոստովանում է, որ նախկինում գրեթե միշտ է նման կերպ վարել։ Ես ամեն օր տենց էի քշում, էլո տենց չի, դու իմ հետ ինչքան ես նստել, միշտ տենց չեմ քշում, միշտ ընկեր։ Պրոստը չգիտես խի միշտ դրա բախտը բերել արա։ Բայց ես զգացի ապեսի Աստծո կողմից ինչ որ նշան էր, որ դու պետք է արդեն ստոպ տաս, էսի պետք չի։ Ես հասկացա, վсё։ Տիգրան Քեյանը կարևորում է այս ուղղությամբ համակարգային փոփոխությունները։ Բայց նրանց պետք է հետևություններ անեն եւ խստացնեն արագ վարելու եւ անկանոն վարելու պատիժները եւ ինձ թվում է, որ այն վարորդները, որոնք միտումնավոր են անում եւ երթևեկության մեջ այդպես են իրենց պահում, իրենց պետք է ոչ թե կասեցնել վարորդական վկայականները, այլ հավերժ զրկել վարորդական վկայական ունենալուց, որպեսզի ոչ մեկ չփորձի երթևեկության մեջ նմանատիպ վարքագիծ դրսևորել։ Նա ընդգծում է, որ կասեցված նույնիսկ վարորդական իրավունքից զրկված անձանց կողմից մեքենա վարելու դեպքերը բավական շատ են։ Հիշեցնում է, որ վերջերս վարորդները բողոքի ակցիաներ էին իրականացրել, պահանջելով համաներում, պատճառաբանելով, թե մեքենա վարելը իրենց եկամտի միակ աղբյուրն է։ Քեյանը կարծում է, որ նրանցից շատերը շարունակում են վարել առանց իրավունքի։ Պետությունը անելիքներ ունի, պետությունը պետք է կրթի, պետք է հասկացնի, պետք է դաստիարակի, հասնի այն մակարդակին, որ երթևեկության մեջ բոլորս կարգապահ լինենք։ Միևնույն ժամանակ համացանցում նման տեսանյութերի պակաս չկա։ Ուշագրավ է, որ դրանց զգալի մասում օգտատերերից շատերը ոչ թե դատապարտում, այլ հաճախ ողջունում են արագ վարելն ու այսպես կոչված շաշկի անելը, ինչը ըստ մասնագետների ևս խորացնում է խնդիրը։